Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, այսպես ասենք, այսօրվա ձեր եթերի հիմնական թիրախային թեման հետևյալն է, մի թեմա, որի մասին բազմիցս խոսել ենք, ինչպես ասենք, եւ հայերեն, եւ ռուսերեն, նաեւ, որպեսզի նաեւ լայն հանրությանը հասանելի լինի։ Հիմա հայերենով, եթե իհարկե ցանկանաք ընթացքային ռուսերենով միտքը փոխանցել, մենք միայն սիրով կլսենք ձեզ։ Տեսնում ենք, թե ադրբեջանցիները ինչպես են վախեցնում, վախի մթնոլորտ ստեղծում, թե հեսա իրենք ավտոբուսներով գալու են արևմտյան Ադրբեջան մտածածին, բայց կա մի իրողություն, նախորդ ամսվա վերջին օրերը ոչ թե համընկան, այլ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերի օրերն էին, որ մեր հայրենակիցները ցեղասպանության էին ենթարկվում, եւ այս իրականության մեջ պետք է օրակարգում լինի եւ առաջին պլան գա հետեւյալ հարցը, որ ցեղասպանությունից մազապուրց եղած մեր հայրենակիցները իրենց ժառանգներով պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, Շահումյան, ինչ որ այս թեմայի հետ կապված ես կխնդրեմ ձեր խոսքը փոխանցեք, նաեւ գիտեմ, որ դուք այսպես փաստերով եք խոսում, թվի հետ կապված, որքան հայ ժառանգներով պետք է վերադառնա համեցեք։ Այո, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրոք 38 տարի առաջ այսօրը ողբերգական օրեր հայ ժողովրդի համար։ Սովետական միությունում առաջին անգամ այդպես ցեղասպանություն էր եղել, որը հետագայում իրոք կենտրոնական իշխանություններն էլ պիտի ընդունեին, որ եղել է ցեղասպանություն։ Ես հիշում եմ այդ օրը երկուշաբթի էր, դա փետրվարի 29-ն էր։ Ինչ էր նախորդել դրան, ես ուղղակի հիշողությամբ ուզում եմ պատմել իմ զգացմունքները, իմ զգացումները նաև, նախապես, երբ որ փետրվարի 20-ին Հայաստանում սկսվեցին խաղաղ հանրահավաքները, բազմամարդ, բազմահազար խաղաղ հավաքները, երբ որ սկսեցին, իսկ այն ժամանակ 1988 թվականին ես աշխատում էի նախագծային ինստիտուտում, որը կոչվում էր Էներգոսեթ պրոյեկտ, այդ մեր բաժնում մի 7-8 մինչև 10 կիներ աշխատում մեր բաժնում, ու այդ հերթական բազմամարդ հանրահավաքի ժամանակ ես հիշում եմ, այսպես գլխիցս բռնեցի ու ասացի, վայ, էս ինչ ա կատարվում, չեն հասկանում, որ այնտեղ հայերին սպանելու են, ջարդելու են, մորթելու են։ Ես մի տեսակ զգացի, որ այդ կանայք այնպես ինձ նայեցին ու սկսեցին վիճել հետս, բայց ինչի պիտի այնտեղ հայերին սպանեն, ջարդեն, այստեղ խաղաղ հանրահավաքներ են, որևէ մեկը այստեղ են ադրբեջանցիներ ապրում, բայց ադրբեջանցիներին որևէ մեկը որևէ բան չի ասում, ինչի պիտի այնտեղ հայերին այդպես սպանեն, մորթեն, ես այդպես սկսեցինք վիճել, ես ասում էի, հա, որ կտեսնեք, եսա կտեսնեք ինչ ա լինելու, նրանք չէին հավատում այդ կանայք, ու այնպես դա երևի փետրվարի 24-25-ն էր, ու 2-3 օր էլ հիշում եմ, ես գնում էի աշխատանքի բաժնում, որևէ մեկը հետս չէր խոսում, որովհետև ես ստացել էի այն անունը, իբրև ես չեմ ուզում, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։ Ես ասում էի, գուցե փնտրենք այլ միջոց այնտեղ, բայց վերջը այդ անունն էի ստացել։ Ու այնպես էր ստացվել, որ շաբաթ կիրակի էր, 27-28 շաբաթ կիրակի էր, իսկ երբ որ 29-ին ես գնացի աշխատանքի, տեսա բոլոր կանայք գլուխները կախ, այսպես մի քանի րոպե որևէ մեկը հետս չէր խոսում, բայց մի կին ասեց, որ դու ինչ գիտեիր, որ այսպիսի բան է լինելու։ Իսկ իմ մայրը ապրում էր այն ժամանակ Գանձակում, մեր բարեկամությունը Շահումյանում, բարեկամություն ունեին Գանձակում, ու ես սարսափած էի այն ժամանակ ու սպասում էի, որ էսա հարձակվելու են, ինձ հարցրին, դու բա ինչ գիտեիր, որ այդպիսի հարձակում ա լինելու։ Ես ճիշտն ասած չգիտեի ինչ պատասխանեմ, գուցե նրանից էր, դա գենետիկ հիշողություն էր դա թե մենք ապրել էինք երկար ժամանակ, նրանց այդ մենտալիտետին ծանոթ էինք, թե ինչ է հետևելու դրան, բայց այդ զգացումը ես կարծում եմ շատ
այն հայերի, որոնք ծնվել են, ապրել են երկար ժամանակ Ադրբեջանում, այդ զգացումը նրանք ունեին։ Եվ ես հիշում եմ Միկին նույնիսկ ինձ հարցրեց, դե լավ, դե որ այդքան լավ կարողանում ես գուշակել, թե, չգիտեմ, ասել, թե ինչ է լինելու, ասա, դե հետագայում ինչ է լինելու։ Ես ասեցի, չգիտեմ, լավ բան, ես ասեցի, լավ հիշում եմ, ես ասեցի, որ պատերազմ է լինելու, ես դա ասեցի, ու լավ չի լինելու ես դա։ Ու ես միշտ, ճիշտն ասած, անընդհատ ես այսպիսի մի բառ ունեմ, այստեղ էլ շատ ժամանակ ասել եմ, որ մտքերը, հատկապես բառերը, հատկություն ունեն իրականություն դառնալու, դրա համար լավ բաների մասին խոսենք, լավ բան ասենք, որ լավ բանը իրականանա, ես հատկապես նկատի ունեի միշտ ասում եմ դա հիշելով իմ այս բառերը, որը ես ասել եմ 88 թվականի փետրվարի 29-ին ու այս հիմա տեսնում ենք, որ սա իրականություն է դառնում, դրա համար ես միշտ ասում եմ, որ եկեք վատ բաների մասին չխոսենք, եկեք լավ բաների մասին խոսենք, որ այդ լավ բանը իրականություն դառնա։ Եվ այսպես ինչ եղավ Սումգայիթում, թե ինչ եղավ Սումգայիթում, մենք բոլորս գիտենք ինչ եղավ, բայց այդ օրը փետրվարի 26-ին, որը շաբաթ օր էր, ուրբաթ օրը երեկոյան հարձակվել են Սումգայիթում, որը տևել է 3 օր 26, 27, 28 շաբաթ կիրակի, հատկապես այդ օրերն են ընտրել, որտեվ ոչ աշխատանքային օրեր են եղել ու հարձակվել են Սումգայիթի վրա, բայց ոչ միայն Սումգայիթի վրա են հարձակվել, այդ նույն օրը Գանձակի վրա են հարձակվել, Կիրովաբադի վրա են հարձակվել, հայոց թաղամասի վրա։ Մենք գիտենք, որ բազմիցս այստեղ ասել եմ, ով որ չգիտի, ասենք կրկնեմ, որ Գանձակ քաղաքը առհասարակ երկու մասից էր բաղկացած, հայկական եւ թուրքական, մենք այդպես ասում էինք, նաեւ այսպես ռուսերենով ասում էինք հայի часть, թուրքի часть։ Ու փետրվարի 26-ին հարձակում է եղել երեկոյան ուրբաթ օրը հարձակում է եղել նաև Գանձակ քաղաքի հայկական թաղամասի վրա։ Դա հայկական թաղամաս է եղել, միահամուռ ժողովուրդը ոտքի է կանգնել եւ կարողացել է պաշտպանել հայկական թաղամասը, այնպես հայկական եւ թուրքական թաղամասերը միացնող 3 կամուրջ կային գետի վրա, իսկ այդ գետն էր բաժանում հայկական ու թուրքական թաղամասերը, այսպես կարողացել են պաշտպանել, այսպես պահակակետեր դնել կամրջի վրա, որ չթողնեն թուրքերը անցնեն հայոց թաղամաս, այդպես կարողացել են զսպել մեծ հարձակումը թուրքերի հայկական թաղամասի վրա 1988 թվականի փետրվարի 26-ին, այդպես փորձեր են եղել 27-ին, 28-ին, անընդհատ լարված է եղել, փորձեր են եղել հարձակում գործել, բայց այդ ժամանակ նրանք հաջողության չեն հասել։ Նույն տարում 1988 թվականին նոյեմբերի 20-ին են լայնածավալ հարձակում գործել Գանձակ քաղաքի հայկական թաղամասի վրա, էլի մեծ հաջողության չեն հասել, բայց ջարդեր են սկսել թուրքական թաղամասում ապրող հայերի տների վրա, այն տների վրա, այն բնակարանների վրա, ասենք բազմահարկ շենքում 1-2 ամեն մի բանում մուտքում ապրել են մի 2-3 ընտանիքներ, այդ ընտանիքների վրա, հայկական թաղամասերի, հայկական ընտանիքների վրա, հայ բնակարանների վրա հարձակում են եղել ու բավականին մեծ թվով զոհեր են եղել, հայերի մեջ բավականին մեծ թվով զոհեր են եղել։ Ինչպես են կարողացել առհասարակ մեծ այդպես զոհերից հայկական թաղամասում խուսափել, որովհետև 1988 թվականին հայկական, եթե մինչև 70-ականների վերջերը հայկական թաղամասում գրեթե ադրբեջանցիներ, թուրքեր չէին ապրում,
ապա 80-ականների վերջին արդեն ապրում էին թուրքեր, հայերը տները վաճառում էին գալիս Հայաստան կամ Ռուսաստան ու հիմնականում Հայաստան էին գալիս, տեղը առնում են թուրքերը ու կային նաև ադրբեջանցիներ, որոնք մենք թուրք ենք անվանել, թուրք ենք ասել ու այդ հայերը հանրահավաք են արել այդ 1988 թվականի նոյեմբերի 20-ին եւ հայտարարել, որ եթե շարունակվի հայոց թաղամասի վրա գրոհը, ապա իրենք կվառեն հայոց թաղամասում ապրող թուրքերի տները ու այդպես կարողացել են զսպել, որ հայկական թաղամասում զոհեր չլինեն, թեպետ մեքենաներով գիշերները ասենք թե հարձակվում էին, նստում էին մեքենաները, այն դյուրավար, այսպես բաներ, այդ որ ասում են կոկտեյլի մոլոտովը, հա, ռուսերեն որ ասում են, մեքենաները նստում էին գիշերը ու այսպես հայկական փողոցներով անցնում ու շպրտում դեպի հայկական տների վրա ու ես հիշում եմ մեր հարևանը, որը որ թուրք էր, այսպես հայտարարել էր, որ եթե դուք որպեսզի հայերը զսպեն այդպիսի հարձակումները, նրանք սկսել էին կտրել ծառերը եւ այնպես դնել փողոցի լայնքով, որպեսզի մեքենաներով չկարողանան անցնեն ու այդպես հարևանը տեսել էր, որ ծառերը կտրում են, ասել էր մի կտրեք, հասկանում էր, որ իրենք մնացող են ու ասել էր, որ ծառերը մի կտրեք, եթե որևէ թուրք կհամարձակվի այդպեսի բան անել, ես հրացան ունեմ, ես ինքս նրան կգնդակահարեմ, բայց նույն մեր հարևանները տեսել են, որ ինքը երկու տղա ուներ, երևի 18-20 տարեկան, ու նրա տղաները մյուս ադրբեջանցիների շարքերում գրոհում էր հայկական մյուս թաղամասերը։ Երբ որ այդ տղաներին հարցրել էին, բա քո հայրը այսպիսի բան է ասում, ոնց է որ դու գրոհում ես հայկական տները, հայկական թաղամասերը, ասել էր, նրանք պատասխանել էին, եթե չգնան իրենց ինստիտուտից կհեռացնեն, մեկը ինչքանով հիշում եմ ագրարային համալսարանում էր, այսօրվա բնորոշմամբ ագրարային համալսարանում էր սովորում, մյուսը էլի բարձրագույն ինչ-որ մի ինստիտուտում էր սովորում։ Հիմա անդրադառնանք այն խնդրին, որ Ալիևը ասում է 300,000 ադրբեջանցիներ պիտի վերադառնան Հայաստան։ Նախ թիվը ճշտենք, որ Հայաստանը լքել է ոչ թե 300,000 ադրբեջանցի, այլ մարդահամարի տվյալներով, կարծես թե 1970-ականների վերջերի մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրել է 165,000 ադրբեջանցի եւ նրանցից մեծ մասը Ամասիայում բնակվող Սպիտակի երկրաժարժից հետո նախ փոխհատուցում են ստացել, մեծ մասը նոր լքել են Հայաստանը։ Մյուս մասը, որոնք ապրել են Սևանում, Գեղարքունիքի մարզում այսօր, նրանց մի մասը տները փոխանակել են, մյուս մասը ուղղակի վաճառել գնացել է։ Ես հիշում եմ, մայրս երբ որ եկել էր 1989 թվականին, մենք շրջում էինք Արմավիրի, Մասիսի շրջաններում այն ժամանակ գյուղերով ենք շրջում, որպիսի փոխանակենք տունը, ու արդեն տուն չկար փոխանակելու, տները համարյա թե բոլորը փոխանակված են, չէ որ Ադրբեջանում ապրել է մի քանի անգամ, գրեթե 10 անգամ ավելի շատ է հայ ապրել, ավելի թվականակով ավելի շատ են եղել, քան Հայաստանում ադրբեջանցիներ են ապրել։ Եվ եթե հիմա թվենք, թե որտեղ են հայեր ապրել։ Նախ մենք հիշում ենք, համացանցում կա այդ տեսանյութը, որտեղ կենտրոնական Սովետ միության Գերագույն խորհրդի ամբիոնից Մութալիբովը հայտարարում է, որ
Բաքվում այս պահին ապրում է 500,000 հայ։ Դա այն ճշմարտությունն է, որը այսպես դուրս է պրծել Ալիևի Մութալիբովի բերանից, չէ որ Ադրբեջանը անընդհատ ամեն ինչ արել է, որպեսզի իրական մարդահամարի տվյալները քողարկի եւ ներկայացնի, թե իբրև Ադրբեջանում քիչ հայ է ապրում, որովհետեւ նրանք գիտեին, որ Ադրբեջանը ստեղծվել է որպես համատեղ, ընդհանուր հայ-մուսուլմանական հանրապետություն։ Դրանում կարելի է համոզվել, եթե ծանոթանանք այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1920-ական թվականներին, ամենտեղ գրված է, շատ փաստաթղթերում գրված է «Во имя мира между армянами и мусульманами нужно сделать то-то, то-то, то-то»։ Այսինքն Ադրբեջանը ստեղծվել է, որ երրորդ անգամ ասում եմ, որ ընդհանուր հայ-մուսուլմանական հանրապետություն է ստեղծվել, ու նրանք խնդիր էին դրել, որպեսզի դա լինի միայն ադրբեջանական պետություն, չէ որ նրանք խնդիր էին դրել ադրբեջանացնել բոլոր ազգերին, ովքեր որ ապրում էին Ադրբեջանում, հայերին պետք էր դուրս մղել ցանկացած գնով, ցանկացած եղանակով պետք էր հայերին դուրս մղել, որպեսզի մնա միայն Ադրբեջան, ու նրանք, ովքեր կդառնան իրոք ադրբեջանցիների, ես հիշում եմ անգամ իմ հորն են առաջարկել, որ եթե դու քո ազգանունը փոխես, դառնաս Յանը Օվով փոխես, քեզ լավ աշխատանք կտան ու դու լավ աշխատանք կունենաս, ու այդպես բոլորին էին առաջարկում, որպեսզի Ադրբեջանը դառնա այդպես այն պետությունը, որ հիմա կա, հիմա տեսեք այն ազգությունները, որոնք հիմա ապրում են Ադրբեջանում, թալիշներ, թաթեր, լեզգիններ, չգիտեմ, նրանք բոլորը իրենց ադրբեջանցի են համարում, չէ որ նրանց ակունքները, նրանց արմատները ադրբեջանցի չի, Ադրբեջան ազգը 1936 թվականին է ստեղծվել, առաջին անգամ ստեղծվել, իր գոյությունը այսպես, չգիտեմ, բուսնել ինչ որտեղից 1936 թվականին Իոսիֆ Ստալինի ձեռամբ։ Հիմա ինչքան հայ է ապրել Ադրբեջանում, Բաքուն ասեցինք 500,000, Գանձակը, Կիրովաբադը, Շաումյանը, Խանլարը, Դաշկեսանը, Շամխորը, ընդ որում Շաումյանի, Խանլարի, Դաշկեսանի, Շամխորի շրջանները ամեն մեկը 15-ից ավելի հայկական գյուղեր են եղել, դրանք բացառապես հայկական շրջաններ են եղել ու դա հայոց գարդմանն է, իսկ Կիրովաբադը մեր Գանձակ, հնագույն Գանձակ քաղաքն է, որը 2500-ից ավել տարեկան է։ 2007 թվականին ադրբեջանցիները նշում էին Գանձակի 2500-ամյակը, իսկ ով չգիտի, որ 2500 տարի առաջ Ադրբեջան, թուրք, այս տարածքներում առհասարակ գոյություն չեն ունեցել, այսինքն իրենց նշումը 2500 տարին Գանձակի, դա ևս մեկ վկայություն է, որ Գանձակ քաղաքը մեր հայկական հնագույն մեր Գանձակ քաղաքն է։ Բացի այդ, հայեր են ապրել Ղազախում, Թոուզում, Զաքատալայում, Շիրվանում, Մինգիչաուրում, Շեմախիում, այս բոլոր տեղերում հայեր են ապրել։ Ու գիտեք, այն մարդիկ ինձ կհասկանան, ովքեր որ իրոք ապրել են Ադրբեջանում, որտեղ այդ քաղաքները, որ գնում էիր, դու միայն հայկական խոսակցություն էիր լսում, հազվադեպ էիր լսում ադրբեջանական, ռուսերեն, շատ էինք լսում, որովհետև հայերն ու ադրբեջանցիները իրար հետ հաղորդակցվում էին ռուսերեն լեզվով, բայց հայերեն լեզուն
պակաս չէր հնչում, ես կասեի նաև ավել էր հնչում եւ Բաքվում, եւ Գանձակում, եւ նշածս մյուս տեղերում Շաումյան, Խանլար, Շամխոր, Դաշկեսան, այդտեղ բացառապես հայերեն էր հնչում, ու դա չի կարող լինել այն 6 միլիոն բնակչության մեջ, որը հայտարարել էր Ադրբեջանը 1980-ականների վերջի մարտահամարի տվյալներով, դա 6 միլիոնի մեջ չէր կարող լինել ընդամենը 500-600 հազար, դա առնվազն 1.200.000 մարդ է ապրել Ադրբեջանում, հայ է ապրել, կրկնում եմ, Ադրբեջանում ապրել է մոտ 1.200.000 հայ։ Հիմա ինչ են անում։ Հիմա այսպես Ադրբեջանը ասում է 300.000 ադրբեջանցի պիտի վերադառնա Հայաստան, բայց մեր իշխանությունները ի հակադրում են դրան, ուզում են բերել 150.000 արցախցիների վերադարձը։ 150.000 արցախցիների վերադարձի հարցը անքննելի է։ Ադրբեջանը, ադրբեջանցիները, թուրքերը Հայաստանում ինքնավարություն չեն ունեցել։ Լեռնային Ղարաբաղը ինքնավարություն է ունեցել, նա պետություն է եղել պետության մեջ, ինքնավար միավոր է եղել Ադրբեջանում, որտեղ գերակշռող ազգությունը եղել է հայերը, դրա համար այստեղ քննելի չի անգամ, պետք է բացառել բանակցությունները արցախցիների և ադրբեջանցիների վերադարձի հետ, հանկարծ եթե մենք մտնենք այդ դաշտ, մենք տանուլ ենք տալու, որովհետև Ադրբեջանը կարող է ասել, լավ, այդպես 300.000 պիտի վերադառնան Հայաստան, դուք էլ պահանջում եք, որ 150-ը վերադառնա, այդ դեպքում այն 150-ը չի վերադառնում, մենք մեր 300.000-ը դարձնում ենք 150.000, որ պիտի վերադառնան Հայաստան։ Մենք էլի պարտված վիճակում ենք հայտնվում, դրա համար եմ ասում, չի կարելի բանակցել արցախցիների վերադարձը, արցախցիների վերադարձի իրավունքը անքննելի է, նրանք պիտի վերադառնան, չմոռանանք, որ 1988 թվականին, 88-89 թվականներին առհասարակ Ղարաբաղը դուրս է բերել Ադրբեջանի կազմից, նրա կառավարումը հանձնվել է Մոսկվային և Վոլսկին է նշանակվել որպես կառավարիչ, այսպես լեզվով ասեմ, որպես կառավարիչ հարցերի, այսպես լուծող, այդպես ասեմ, Լեռնային Ղարաբաղում, լղիմում, այն ժամանակ լղիմում, չեմ ուզում անդրադառնալ նրան, թե ինչ է կատարվել հետո, ինչ իրավական քայլերով Լեռնային Ղարաբաղը անթերի դուրս է եկել Ադրբեջանի կազմից, որը էլի մեր սխալով մենք տարիներ շարունակ չճանաչեցինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանից։ Դա առանձին թեմա է և բազմիցս ասել ենք այստեղ, բայց բանակցել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը 300.000 ադրբեջանցիների վերադարձի հետ, դա առհասարակ տանում է մեզ պարտության, մենք պետք է քննարկենք, բանակցենք, եթե այդպես է, 1.200.000 հայերի վերադարձը, 300.000, եթե դուք պահանջում եք 300.000-ի վերադարձը, ապա պայմաններ ստեղծեք, որպեսզի մեր 1.200.000 հայերը վերադառնան Ադրբեջան։ Հիմա թե ինչ կատարվեց, հիմա եթե անդրադառնանք այն իրադարձություններին, որոնք կատարվեցին 1988 թվականին, եկեք հիշենք մի պահ, հա, ես սա ինչի եմ ասում, որպեսզի հասկանանք, թե մենք այսօրվա իշխանությունը իր քաղաքականությամբ ուր է տանում մեզ։
Եվ այսպես ուր է տանում մեզ այսօրվա իշխանությունը, տանում է մեզ դեպի Թուրքիա է տանում, այն Թուրքիան, որ երազում է մեր տարածքը, երազում է մեր տարածքի մասին առանց մեզ, եւ հիշենք 1920-23 թվականներին, եւ Արցախը դուրս եկավ, նա դեպի ուր գնաց, եթե ընդունենք չլիներ Հայաստանը, դեպի ուր էր գնալու, դեպի Թուրքիա, թե դեպի Ռուսաստան, բնական է չէ, դեպի Ռուսաստան էր գնալու, բայց ինչու ենք մենք գնում այսպես խոնարհվելու Թուրքիայի առաջ, այն տեղից, որտեղ որ մենք, այն ջրամանից, որտեղից մենք տասնամյակներ, հարյուրամյակներ ջուր ենք խմում, մենք հիմա թքում ենք այդ ջրամանի մեջ, դա է այսօր տեղի ունենում, ու մեզ տանում են այսօր դեպի Թուրքիա, այս մասին է պետք մտածել։